Բալուսս, ladies and gentlemen, շատ հետաքրքիր իրադարձություններ էր կատարվում իմ հետ վերջի մի քանի օրը։ Մի իսպանացի տղայի հետ էի աշխատում եւ փորձում համոզել, որ իմ մարզչական ծառայությունները ինքը կարող է օգտագործի իր կյանքը լավացնելու ու իր նպատակներին հասնելու համար եւ այսօր վերջապես օֆիցիալ տեղ հասցրեցինք մեր բանակցությունները ու ինքը գնաց ինձնից 1 ամիս coaching-ի մարզչության package փաթեթ։ Պայմանները հետևյալն է՝ շաբաթական 1 հատ 1 ժամանոց հանդիպում, նաև քանի որ հարևաններ ենք, այս կոմ գնալուց մեկ իրար հետ sense tenants մենք ժամանակ էինք անցկացնում, այդ ժամանակ էլ եթե ինչ-որ հարցեր ու քննարկումներ ուզի կարողա տա եւ նաեւ մուտք իմ գրադարանին եւ guidance ուղղորդում թե գրադարանի որ կետերը ամենադիպուկը կլինեն իր զարգացման համար եւ այդ 1 ամսանոց package-ի համար մենք պայմանավորվեցինք 550 եվրո, որը այսօր մենք գնացինք բանկոմատ եւ արդեն ինքը դա ինձ վճարեց եւ ես բավականին ուրախ եմ այս համաձայնության համար։ Նախ ես վստահ եմ, որ տասնապատիկ արժեք կարող եմ իրեն բերել այն փաթեթի դիմաց, ինչը ինքը ձեռքաբերել։ Մի քիչ իր մասին պատմեմ։ Իր անունը Ռաուլ է, ինքը մոտավորապես 1.98 տղա է, ֆիթնես մարզիչ, բավականին պարապած 27 տարեկան։ Բավականին գիտակից ու ինտելեկտուալ զարգացած եւ he has awareness, ինքը sense զգոնություն ունի, իրավիճակի հանդեպ, իր մարմնի, մտքի, խոսքի հանդեպ բավականին գիտակից տղա է։ Եվ ոնց եղավ, մի քանի օր առաջ ես երեկոյան ստեղ վերադարձա ու ինքը Էսկոբարը նստած էր ու տենց պրոստը ախպերական պրիվետ արեցինք իրար, ստեղ այդպես է, որ հարևանները բարև են ասում, շփվում են, բոլորն հետաքրքրված են, մյուսը որ երկրից է, որտեղից է գալի, ինչ աշխատանք անում եւ այլն։ Ու մյուս օրը ես առավոտը գնացել էի Կունդալինի էներգետիկ sense պրակտիկաների աշխատանքի workshop դասընթացի եւ այդտեղից հետ եմ գալի բավականին sense լիցքավորված վիճակում, եւ Ռաուլ նստած էր, մենք մոտեցանք, սկսեցինք զրուցել, ինքը պատմեց իր մասին մի քիչ, որ ֆիթնես մարզիչ է եւ նաեւ ես ոչ մի բան չի ասել, ինքը իր հետաքրքրությունից սկսեց կիսվել, որ զարգացման ճանապարհի վրա է ու փնտրում է թե ինչ դասընթացեր կարա անցնի, ինչ գործողություններ, վարժություններ կարա անի իր կյանքում, որպեսզի իր գիտակցությունը, իր ոգեղեն զարգացումը, իր նաեւ բիզնես մտածողությունը ու ֆինանսի հանդեպ վերաբերմունքը ու mindset-ը, այդ մտավոր process-ները ֆինանսի եւ գումարի շուրջ, այնպիսի զարգացում ապրի, որ կարողանա երկար ճանապարհորդել Բալիում, զբաղվել նրանով, ինչ ինքը սիրում է եւ միաժամանակ նաեւ գումար վաստակել, որ այդ ամեն ինչը sustainable դարձնի։ Ու sense կամաց ես զգում եմ, որ ես ունեմ այն գիտելիքը, այն փորձը, որ կարող եմ այս մարդուն օգնել։ Եվ ոնց ստացվեց, մի 15 րոպե խոսելուց հետո ես ասեցի, գիտես, դե արդեն ես էլ էի մի քիչ sense թեթև կիսվե իմ մտքերով, ասեցի կարող դու հետաքրքրված լինես իմ գործով։ Ու ինքը ասաց, ես հետաքրքրված եմ դրանով, ինչ որ անում ես։ Որից հետո ես սկսեցի իրան ասել, դա գիտես, ոնց որ sense փաթեթը այսքան արժի, շաբաթական այսքան անգամ sense չէ։ Ես միանգամից սկսեցի այդ գործը անել։ Ես միանգամից մենք sense նստած էինք ու ես իրան վերցրեցի sense մի հատ սեսիայի մեջ ու մի ժամ մենք ուղղակի հետաքրքիր բաներ էինք քննարկում ու զրուցում, բայց այդ ընթացքում ես գտնում էի իր մտածելակերպի այն տեղերը,
որ իրան հետ են պահում մեծ ապագաներից, եւ նաեւ այնպիսի գործիքներ, այնպիսի մտածողություն, այնպիսի խոսքեր, մտքեր, գաղափարներ, արժեքներ էի բերում, որ համ ինքը իր մաշկի վրա զգա, թե ես ինչ օգուտ կարող եմ բերել իրան, եւ համ հետաքրքրված լինի իմ հետ այդ աշխատանքը անելով։ Եվ կարծում եմ առաջի օրվա այդ ժամ-ժամուկես քննարկումներից հետո էր, որ ինքը ասաց, դե ես հետաքրքրված եմ, բայց ինձ համել հետաքրքիր է գները եւ ինչ կառաջարկես, բազմապիսի առաջարկներ կան աշխարհում այդպիսի հարցով եւ ինքն էլ սկսեց զգալ, թե ես ինչ մակարդակի վրա եմ ու կարծում եմ, որ մի քիչ մտահոգ էր, որ մեծ թիվ պետք է ասեմ իրան։ Որպեսզի հասկանամ, թե ես իրան ինչ թիվ ասեմ, ես իրան հարցեցի, ասեցի, իսկ ընդհանրապես ֆինանսի հետ ոնց ես անում, ոնց որ գումարը մոտդ ոնց է, շատ է քիչ է։ Հա։ Ու ինքը մի բան ասեց, որ ես իրան սխալ հասկացա այդ պահին։ Ինքը ասեց, ես 3000 եվրոյով եկել եմ ճանապարհորդելու ու ուզում եմ մի քանի ամիս մնամ։ Հա։ Ես այդ, չգիտես ոնց լսեցի 33000։ Եվ ես տրամադրված էի, որ նորմալ թիվ ասեմ իրան, նենց թիվ, որ ինքը կարա afford-անի ու իմ համար էլ նորմալ աշխատող թիվ է։ Եվ ես իրան ասեցի 900 եվրո մեկ ամիս, շաբաթական մեկ անգամ, մեկ ժամանոց ինտենսիվ սեսիա։ Եվ նաև մյուս նյուանսները, հա, package-ի, որ չմանրամասնեմ այս պահին։ Ու ինքն ասում է, բայց ես 3000 ունեմ, ու ես ասում եմ, օքեյ, դե տես, սոտկի 3900-ից մեծ է, so մի լավ մտածի, տես արդյոք դու ուզում ես այս ճանապարհով գնալ, որովհետև ես կարող եմ այնպես անել, որ մեկ ամսվա մեջ դու համ այդ գումարը հետ բերես, համ նենց տեղ հասնես, որ դու արդեն քո այս նոր ունակություններով կարողանում ես այդ գումարը նաև աշխատել։ Այստեղ կարևոր է նշել, որ ինքը սկսնակ չի, հա, այստեղ են բավականին զարգացած Instagram ունի արդեն, ինքը ունի վիդեոներ, որտեղ վարժություններ ունի, սովորացնում է, բայց ինչն է իր խնդիրը, ինքը իրան մինչև հիմա ներկայացրել է որպես ֆիթնես մարզիչ, եւ որպես ֆիթնես մարզիչ դու չես կարող շատ մեծ charge անես, հա, քո ժամի համար, որտեղ ֆիթնես մարզիչներ կան հարյուրավոր, եւ եթե դու մտնես այդ շուկայի մեջ ու ասես դե ես եմ ֆիթնես մարզիչ, դու օրինակ ժամը 30 եվրոից մինչև 100 եվրո կարող է այդ սանրակի մեջ ինքը Եվրոպայում կլիենտներ գտնի իր համար, էլ չեմ ասում այստեղ Բալիում, որտեղ գները ավելի էժան են, ավելի մատչելի են։ Ահա։ Բայց ինքը բավականին զարգացած Instagram ունի եւ ինքը սկիլեր ունի, հա։ Ահա։ Եվ իրան այն ապակասում, ինչ որ ես այս վերջի 10 տարիների ընթացքում հետազոտել ու գտել եմ։ Դա մի քանի ճյուղից է բաղկացած, մեկը թե ոնց դիեզերքում ակետից թռնել բկետ, մոտա քիչ ask and it is given գաղափարին, որ կարող ես դիեզերքից ամեն ինչ խնդրել ու ինքը տալիս է այդ ամեն ինչը, բայց հարցը այն է, թե ոնց վերցնես ու ոնց իրականություն դարձնես այդ ամեն ինչը քո շուրջը, հա, մարդիկ սովորաբար սխալ են մոտենում այդ հարցին ու փոխանակ հասկանալ եւ կարողանալ այնպես դիմել դիեզերքին, որ դիեզերքը դրական քայլ անի դեպի իրենց, իրենք սկսում են նվալ ու ճվալ ու պահանջել ու լացել ու ասել բախի ես չունեմ հիմա, այդ դիեզերքն էլ ասում է, եթե դու ոնց որ այդ նվոցի մեջ ես ուզում մնաս, որ բախի դու չունես, այդ բախի դու չունես է կստանաս։ Եվ դիեզերքը տալիս է սովորաբար բախի դու չունես է մարդկանց։ Եվ ահա, հիմա այդ գաղափարների շուրջ եւ այդ դիեզերական չվերթների շուրջ իմ հետազոտությունները, հա, որը
միմիայն վերաբերվում է իհարկե գիտակցության, մտքի եւ բնության դեզերքի հետ աշխատանքի։ Այդ միջուղը, որը ես կարող եմ իրան շատ ինտենսիվ առաջ տանել, ինչը ես չգիտեմ 3-5 տարում եմ հասկացել, ես կարող եմ իրան 1-2 ամսում հասնել։ Այդ մեկ։ Երկրորդ հենց մաքուր ինտելեկտուալ power, իմ նեյրոնային ցանցը իր նեյրոնային ցանցի հետ շփվելուց ես իր նեյրոնային ցանցին տրեյն եմ անելու։ Սովորացնելու եմ, թե ոնց այնքան չոտքի հստակ որոշումներ կայացնել, ոնց որ ես եմ կարող կայացնել։ Որոշումներ կայացնելու արվեստը ես արդեն 20 տարուց ավելի է, ինչ վարպետության եմ ձեռք բերում, դա սկսվել է իմ մաթեմատիկական աշխատանքից, որովհետև մաթեմատիկան հաշվարկի մասին չի, մաթեմատիկան որոշումներ կայացնելու եւ ճիշտը սխալից տարբերակելու արվեստն ու գիտությունն է, ոնց հասկանաս, թե այս ճիշտ է, թե այդ սխալ է, հա։ Եթե դու կարող ես այդ հարցին շատ հզոր ձև պատասխանել, հետո երբ որ դու ուզում ես որոշում կայացնես, դու այդ հարցը քեզ տալիս ես, հիմա այս որոշումն է ճիշտ, թե այդ որոշումը ճիշտ չի։ Եվ այդ հարցին եթե դու կարողանաս ճիշտ պատասխան տաս, դա էլի հզորություն է բերում քեզ։ Հիմա սովորաբար մաթեմատիկոսները նես չի որ կյանքի հարցերում շատ լավ են, որովհետև չնայած իրանք իրենց գլխի մեջ այդ абստրակտ հարցերի հանդեպ կարող են այդպես մտածեն, բայց իրանք կապ չունեն իրենց ինտուիցիայի հետ, իրանք լավ չեն զգում աշխարհը եւ լիքը բան, որ իրենց կողքը կատարվում է, իրանք նորմալ չեն տիրապետում, չեն զգում, որ հետո մի հատ էլ այդ հասցնեն մտքի մակարդակին եւ որոշումներ կայացնեն դրա վրա, այլ իրանք շատ են գնում իրենց գլխի մեջ ու այդ որոշումների մեջ խառնվում գլխային ձևով, որը որ էլի ես հիմա սկսել եմ իմ ճանապարհը որպես մաթեմատիկայի զարգացումով եւ այն պահին, երբ որ արդեն sense ճաբիճատ էր զարգանում, որ sense ցնդած մաթեմատիկոս կարող է դառնայի, այդ պահին ես զգացի ու կյանքս ուղղորդեցի այնտեղ, որ այս մյուս ասպեկտները, հա, ավելի հողակցված, grounded լինելու, զգալու, մարդկային հարաբերությունների եւ այլն։ Եվ այդ ամեն ինչով, բայց վերջի, քանի որ ես այդ հողակցված մաթեմատիկական տրամաբանությունն ու գիտությունն ու որոշումներ կայացնելու ունակությունները հիմա ունեմ, ես դա կարող եմ էլի փոխանցել իրան, որպեսզի ինքը իր կյանքում այնպիսի որոշումներ կայացնի, որ ուժեղ արդյունքի ստանա։ Հիմա ինչի է այդ շատ հզոր, որովհետև այս տղեն առանց այդ իմ հզոր որոշումներ կայացնելու հատկությունների ինքը արդեն ճիշտ է շատ հաջողակ տղա է, հա։ Մենք բավականին տարբեր ճանապարհներով ենք գնացել ու հենց այդ է հզորություն բերում մեր համատեղ աշխատանքին, որովհետև ինքը այն ճանապարհով, որ առանց իմ ուժեղ կողմերը ունենալու հասել է ինչ-որ նորմալ տեղ, ու հիմա ես կարամ այդ կետից իրան տամ այն իմ 10 տարվա լրիվ ուրիշ ուղղության հզորությունը ու ինքը այդ երկուսը որ դնի իր կողք ինքը իր ոլորտում կարող հաջողություն ստանա։ Այդ մեկ, երկրորդ, քանի որ ես էլի տրեյնինգ ունեմ ու պարապած եմ խնդիրներ լուծելու մեջ, հա, ես հիմա կարող եմ ասեմ, լավ, դու sense խնդիր ունես, դու ուզում ես եկամուտը 10 անգամ մեծացնես եւ դու ուզում ես քո ինքնազգացողությունն ու քո sense որպես էակ զարգացումը էլի 10 անգամ հզորացնես, հա։ Ես այդ խնդիրը դնեմ իմ դիմաց որպես խնդիր, ես այդ խնդիրը լուծեմ ու այն վարժությունները տամ իրան, այն գործողությունները տամ, որ եթե ինքը դրանք անի, դա բերում է այդ խնդրի լուծմանը ու վերջի ինչ որտեղ ես եմ այդ խնդիրը լուծում, բայց այդ խնդիրը ես որ լուծում եմ, ինքն է ակետից բնում բեկետ, եւ եթե ես կարող եմ այդ լավ անեմ, ինքը ուրախ է եւ երջանիկ է ինձ իմ աշխատանքի համար վարձատրել։ Իմ աշխատանքը ժամանակի համար չի, ինձ ինքը չի վարձատրում նրա համար, որ ես ժամանակ ծախսեմ ու լոլո անեմ իր կողքը։ Ինքը վարձատրում է նրա համար, որ ես արդյունք բերեմ իր կյանք, հա։ Եվ հետևաբար ես կարող եմ նենց կյանք ձեռք բերեմ, որ ես 1 ժամ աշխատանքից դիմաց մեծ գումար եմ վաստակում, որովհետև ոչ թե հարցն է, թե ես ինչքան կտանջվեմ այդ մի ժամի մեջ, այլ հարցն է, թե ես ինչքան արժեք կարամ ստեղծեմ այս մարդու համար մի ժամի մեջ, ինչքան ինքը հզոր լինի ու ինչքան ես հզոր լինեմ, ես այդ երկուսը իրար հետ կարող եմ օգտագործեմ, որ իր համար ավելի մեծ արժեք ստեղծեմ իր կյանքում, եւ այդ դեպքում երկուսս էլ երջանիկ ենք։
Նաև այն էր հետաքրքիր, որ մեր խոսակցությունների ընթացքում բավականին շուտ բացվեց, որ ոչ թե ինքը ամենաշատը հետաքրքրված է նրանով, թե ոնց ինքը on-line բիզնես մեծացնի ու ավելի շատ եկամուտ ստանա, այլ ինքը հետաքրքրված է ուրիշ բանով։ Այս ուրիշ բանը շատ հնարավոր է, որ նաև մեր խոսակցությունների ընթացքում բացվեց իր մոտ ու ինքը սկսեց դեկտել այդ կողմ ու սկսեց տեսնել, որ այդտեղ իրական հարստություն կա։ Բայց ինքը վերջի վերջո հասավ այդտեղ, հա, եւ ինքը ասաց, գիտես, ես ամենաշատը հետաքրքրված եմ նրանով, թե ինչքան հզոր մարդ ես կարող դառնալ։ Ոչ թե sense business սարքեմ կամ sense online ինչ-որ աշխատող համակարգ ունենա, այլ ես որպես մարդ, որպես տղամարդ, որպես էակ, որպես տիեզերական էակ, ինչ գիտակցություն, ինչ awareness, ինչ զգոնություն, ինչ մտքի, մարմնի հանդեպ վարպետություն ու այդ ամեն ինչը իրար հետ օգտագործելու հմտություն, այնպես որ երբ որ դու ինչ որ տեղ ես ու ինչ որ գործ ես ուզում անես, այդ ուղղակի ստացվում է քո դիմաց, որտեվ դու այնքան բարձր սկիլ ունես, այնքան ուժեղ ես դու տիրապետում քո միտքը, քո մարմինը, մարդկային հարաբերությունները, էներգետիկ դաշտը, սենյակը, գույները, ձայնը, զգացողությունը, որ դու այդ ամեն ինչը կարող ես օգտագործես նենց, որ երբ որ դու քո դիմաց խնդիր ես դնում, դու այդ խնդիրը կարողանում ես լուծել։ Տես, դու ստարտափ ես, դու կամպանիա ես։ Եվ ամենակարևոր հարցը այդ ստարտափի valuation-ն է։ Այդ ստարտափի արժեքն է, թե ինչ արժեք ես դու հասցրել քո ստարտափը։ Կար պահ, երբ որ Facebook-ը ուներ չեմ հիշում ինչքան էր, 1 միլիոն թե 10 միլիոն user, 10 միլիոն օգտատեր ու եկամուտ չէ, բայց լիքը արժեք valuation։ Ստարտափը ոնց որ մի հատ տիեզերանավ լինի։ Այդ տիեզերանավի մեջ դու կարող ես ունենաս մի հատ դարակ, որտեղ որ դրած է $1 միլիոն։ Կամ կարող ես դու չունենաս դարակ, որտեղ դրած է $1 միլիոն։ Բայց եթե տիեզերանավը արժի $150 միլիոն, քեզ քիչ է հետաքրքիր, թե դու ունես դարակ, թե դրած է $1 միլիոն, թե չունես տենց դարակ։ Մի քիչ սոտքի հետաքրքիր է, որովհետև եթե դու տիեզերանավը արժի $150 միլիոն, բայց դու չունես դարակ, որտեղ դրած է $15,000, ու հետո դու ուզես մի հատ սովորական մեքենա գնես, որ բացի տիեզերքում թռնելուց կարողանաս նաև երկրագնդի վրա այս կողմ այն կողմ գնաս։ Դու կարող ես ձև չունենաս այդ իրականությունը հեշտ լույս աշխարհ բերել։ Դրա համար, բայց $150 միլիոն տիեզերանավի տերը հաստատ, եթե մի քիչ հմտություն ձեռք բերի, ինքը հաստատ կարա ունենա դարակ, որտեղ որ $1 միլիոն է դրած, որտեղ իր տիեզերանավը եթե այդքան արժեք ունի, այնքան ակնհայտ է ուղղակի, որ էլ այս մակարդակի վրա էլ քիչ բառերը կան, ոնց որ ցույց տալու թե ոնց, արդեն պահը գալիս է, որ դու պետք է զգաս ու տեսնես այդ իրականությունը, հա? Որովհետև ինքը կարա իր տիեզերանավը օգտագործի ինչ-որ գործի համար ու այդ տիեզերանավի արժեքի մի մասը, որ հեշտ չլինի, տեղափոխի դեպի գումար, հա? Կամ ինքը կարա այդ տիեզերանավի 1%-ը, հա? 1% արժե թղթեր վաճառի եւ դրա դիմաց ստանա քեշ։ Բայց վերջի վերջո Ռաուլը եւս զգաց, որ ամենակարևոր բանը ոչ թե այնա, թե ինքը ինչ բիզնես ունի, ինչ սիստեմ ունի, ինչ մտքեր ունի, այլ ամենակարևոր բանը այնա, թե ինքը որպես տիեզերանավ իր արժողությունը եւ իր հզորությունը ինչքան է։ Ու ինքը ասաց, ես դրանով եմ հետաքրքրված։ Եվ այդ ժամանակ էլ ինքը զգաց, որ ամեն 5 րոպեն, ամեն 2 րոպեն, որ մենք անցկացնում ենք իրար կողք, ես NPC intellectual challenge, NPC միտք, NPC վարժություն եմ բերում, NPC sense նոր ձևով եմ կարող ցույց տամ
աշխարհը իրան, որ ամեն 5 րոպեից հետո ինքը զգում է, որ իր տիեզերանավի, իր ստարտափի, իր արժեքը աշխարհում բարձանում է։ Ու այդտեղ արդեն ակնհայտ է դառնում, որ օքեյ, դե ուրեմն ես ուզում եմ շարունակեմ այս մարդու հետ աշխատել, հա։ Փաստացի ոնց ստացվեց, ուրեմն առաջի օրը, որ մենք տենց խոսեցինք ու ես իրեն առաջարկ արեցի, որտեղ ինքը արդեն բավականին զգացել էր, հա։ Բայց քանի պարզեց, որ ինքը $3000 cash ունի ու այդ բավականին դժվար կլիներ իր համար տեղից 900-ը առանձնացնել ու միանգամից վճարում կատարել ինչ-որ բանի համար, որը ընդհանրապես շաբաթական մի անգամ է ինքը session ունենալու խոստումը է դա։ Եվ ես ասի լավ, քանի որ այդպես է, արի ես այդ հաշվի առնելով քեզ եւս կամ քայլանեմ դեպի քեզ եւ զեղչով մոտենամ, որ դու էլ շատ ոնց որ ֆինանսապես չընկնես այս պահին ու ես իրեն առաջարկեցի €700 եւ մենք պայմանավորվեցինք, որ մի օր ինքը կմտածի դրա շուրջ ու մենք խոսենք էլի։ Երկրորդ օրը մենք սկսեցինք էլի խոսել, ինքը ուներ հարցեր, հա, ինքը զգում էր, թե ինչքան է ինքը ուզում այս աշխատանքը անի, բայց իր համար շատ դժվար էր այդ գումարը փորձել վճարել այդ աշխատանքի համար, որտեղ այդ գումարը ոչ թե այդ գումարը ինքը իր քրտինքով էր աշխատել, հա, եւ այդ գումարը վճարելը հեշտ չէր իր համար, այդ ամենամեծ գումարն էր, որ ինքը իր կյանքում նմանատիպ բանի համար պետք է վճարեր եւ ենթագիտակցությունը պայքարում էր դրա դեմ, լիքը վախեր էին առաջ գալի, բա ինչ, եթե դու ես մարդուն տաս այդ գումարը ու ինքը հետո քեզ նորմալ բան չտա, հա, կամ փոխարենը դու կարես ավելի շատ ճանապարհորդես ու ինքդ քեզնով զարգանաս, հա, կամ երրորդ, այս մարդը ոնց որ թե ինձ օգնում է, հələ արի փորձեմ տնամ անվճար կարամ ավելի շատ իր գաղափարները ստանամ, միգուցե ես կարողանամ 2 օրում սա իր գաղափարները ստանամ, հա, եւ դրա էլ կարիք չի լինի վճարել դրա համար։ Հիմա իմ գործը բավականին նուրբ էր, հա, այսինքն ես պետքա կարողանամ համ իրան շարունակեմ ցույց տամ, որ չէ, տես ես լիքը բան քեզ ունեմ տալու, որ ինքը տեսնի, որ ինքը էլի զարգանում է, հա։ Համ ես չեմ կարող այդ չափից շատ տանեմ, որտեվ այդ արդեն ինքս իմ հանդեպ արդար չի եւ ստացվում է, որ ես իմ էներգիան եմ ներդնում եւ ինչքան շատ ես ներդնեմ, ինքը կարող է մի օր էլ գտնի իրան այստեղ, որ ասի դե այսքանը ավելի լավ է, ոնց որ այսքանը ստանամ անվճար, քան թե մի քիչ ավելի շատ ստանամ գումարով։ Եվ արդեն գալիս է ոնց որ sense նուրբ հարցեր ու իմ վարպետությունը սիտուացիայի հանդեպ, թե ինչքան կարամ ես անվճար շարունակեմ տալ մարդուն այն վստահությամբ, որ ես լավ բան եմ անում տիեզերքի համար, որտեղ այս մարդը կարծես թե արժանի է եւ ես իրան օգնում եմ ու ինձ էլ հավես է ու ես էլ իմ համար էլ է հետաքրքիր այս իրավիճակը, թե արդյոք ոնց որ ես կարամ այս նենց շարունակեմ, որ ինքը վերցնի իմ առաջարկը, հա, չնայած նրան, որ ես 100% վստահ եմ, որ իմ առաջարկը իր համար շատ օգտակար է, հա, բայց վերջի վերջո ինքը գումար պետք է տա, հա, եւ որոշակի դիմադրություն պարզավոր լինելու է ու պարզավոր ես էլ ուզում եմ, որ այդ գումարը ես վերցնեմ, հա, այդտեղ որևէ հակասություն չկա։ Դու բնական է, իմ աշխատանքն է սա, հա, ահա, հա, եւ ոնց անեմ, որ ես համ կարողանամ հարաբերությունը նենց պահեմ, որ շարունակեմ իրան ցույց տամ, որ ես ունեմ այն արժեքը, համ իր հարցին կարողանամ ճիշտ պատասխանեմ, համ եթե իր անգիտակցությունն է ակտիվանում եւ անգիտակցությունը փորձում է ոնց որ սաբոտաժ անի այդ իրավիճակը, որտեղ անգիտակցությունն է վախենում, որ եթե ինքը հասնի այդ հաջորդ արքայական վիճակին, որ ինքը լինի իր մտքի մանի տերը, ինքը այդ արքայական վիճակից կարող է անգիտակցությանը ուղղակի վրընդի այս տնից, որը որ իր մարմինն է եւ անգիտակցությունը վախենում է ու փորձում է ինչ-որ ձևեր սաբոտաժ անել եւ ասենց էս որ նենց չի որ հեշտ էր այս 3 օրը բավականին հետաքրքիր ճանապարհ էր, հա, օրական մոտ sense 2
ժամ իրար հետ էինք աշխատում ու ոնց որ ես զգում էի, որ բավականին հոգնած եմ այդ 2 ժամից հետո, զգում էի, որ sense progress կա ու ինչ որ իմաստավոր տեղ ենք գնում, համերանգ ավելի շատ ենք ճանաչում եւ ինքը ես տեսնում եմ, որ ուզում է վերցնի ու ես տեսնում եմ, որ դժվար է իր համար։ Վերջը երկրորդ օրը մենք պայմանավորվեցինք, որ всё, դե այսքանն է քննարկեցինք, հիմա մեկ օր քեզ մտածելու ժամանակ եւ արի վաղը առավոտյան ժամը 11-ի կողմես ինչ տեղը հանդիպենք եւ զրուցենք այդ հարցով։ Եվ մենք հանդիպեցինք եւ պրակտիկայի հրավիրեցի իրան շնչառության եւ գիտակցության ու զգոնության հետ կապված, որը երկուսիս էլ վերեց ավելի գիտակից տեղ, հա։ Եվ որից հետո մի քիչ խոսեցինք, բայց երբ որ արդեն զգացի, որ էլի խոսակցությունը գնում այնտեղ, որ ոնց որ ես էլի անվճար իրան շարունակեմ օգնեմ, ես ոնց որ sense հիրուն հետ կանգնեցի ու ասացի լավ, հիմա որն է քո այս պահի դրության որոշումը, այս իմ առաջարկի հետ կապված, չէ՞ որ մենք պայմանավորվել ենք, որ մի օր հետո 24 ժամ հետո ինքը որոշում կունենա, հա։ Ու որ հարցեցի, sense ինքը զգաստացավ, ինքը նստեց փորձում էր sense զգա իրան ու մոտ 3-4 րոպե լուր ես ու ինքը նստեցինք, հա։ Ինչ որ պահից ինքը sense հայացքը ուղղեց դեպի ինձ ու sense խորացած նայում էր աչքերից մեջ, կարծես փորձում էր հասկանալ, թե ինչից եմ ես սարքած, ինչա թաքնվում իմ այս օբլիկի հետևում, հա, արդյոք ոնց որ այդ ճշմարտությունը հասկանա, որտեղ դժվար որոշում էր իր դիմաց, հա։ Եվ տենց մի 3-4 րոպե նայեց ու sense ես էլ հանգստությամբ, բայց sense շարունակում եմ վստահ նայել իր աչքերին, հա, մի կողմից ես ունեմ այդ վստահությունը ու ես շարունակում եմ նայել ու դրանով ես ճառագում եմ այս իմ վստահությունն ու իր հանդեպ ու ինքը տեսնում է, որ ես վստահ եմ։ Մյուս կողմից ես չեմ ուզում իրան ճնշեմ ու կոտրեմ ու ոնց որ բզեմ իր անգիտակցությունը, որ ինքը ոնց որ դրանից ինչ որ դրամա անի ու այդ դրամայով ոնց որ փորձի դուրս գա այդ դժվար իրավիճակից, հա։ Իրականում հիմա, որ ինքը արդեն ընդունել է, հա, ինքը ասում է ես շատ ուրախ եմ ու երջանիկ եմ այս բանին, որ ընդունել եմ, հա։ Այսինքն իմ տեսիլը ճիշտ էր, ես տեսնում եի, որ այս մարդու համար ես իրոք լավ բան կարող անեմ, բայց այդ անգիտակցական դիմադրության մեջով մենք պետք է անցնեինք, հա։ Եվ մի 3-4 րոպե հետո ինքը sense սկսում է խոսալ ու ասում է my friend, իմ ընկեր, ես զգացի հասկացա, որ այս պահին ես պետքա մենակ շարունակեմ իմ ճանապարհը, ես ուզում եմ մենակ շարունակեմ իմ ճանապարհը։ Ու ես շատ հանգիստ եմ ասացի, այդ օքեյ է, խնդիր չկա, դու ավելի դժվար ես կարծում եմ այս իրավիճակին մոտենում, ինքը ավելի հեշտ իրավիճակ է, հա։ Հիմա այդ ճիշտ եմ, չէ՞, հասկանում, որ նշանակում է, որ դու առաջարկին ասում ես չէ։ Հա, ինքը ասաց, հա, ճիշտ ես հասկանում, այդ նշանակում չէ։ Ու ասացի դե լավ, հիմա երկու բան, մեկ, արի հələ այդ $700 մի կողմ թողենք։ Ես քեզ առաջարկեմ, չէ՞ արե։ Կարող է դու ունես ինչ-որ մտահոգություններ դրա հետ կապված, կամ ինչ-որ բան, որ դու կուզես, որ ես ավելացնեմ, կան այնց բան, որ ես կարամ փոխեմ առաջարկի հետ մեջ, կամ քեզ ավելի շատ հանգստություն բերեմ, որ քեզ թույլ տա, որ դու ընդունես առաջարկը, հա։ Ու դրանի պատասխան ինքը ոնց որ սկսեց մի քիչ երկար sense պատմություններով գա ու բացատրի, որին ես էլի sense հանգիստ ջերմաբար մի պահ ասացի, տես մի վարքան, բայց քանի որ դու ինձ դիտարկում ես որպես քո մարզիչ այս գաղափարի մեջ, ես քեզ ուզում եմ challenge տամ, ես քեզ ուզում եմ մի հատ դժվարություն տամ հիմա, ես քեզ հրավիրում եմ նենց դաշտ, որ ես ու դու իրար sense ուղիղ հարցեր տանք ու փորձենք դիպուկ կարճ պատասխանենք այդ հարցերին, կարենք այդ challenge-ը վերցնենք տղամարդավարի։ Ու ինքը ասաց հա կարանք, հա։ Այդ հեշտ չտրվեց դրան իրան, որ հայից հետո ինքը վերցնի այդ challenge-ը ու իրոք սկսի անել, բայց տրվեց ու վերջիվերջո ինքը հետ արեց, հա։ Ու ես ասում եմ, տես կա, ու ինքը էլի մի քիչ երկար պատասխանեց, բայց վերջը դե չգիտեմ, ասում եմ լավ, փաստորեն այդ հարցից պատասխանը կամ չգիտեմ, կամ չէ, այսինքն չկա նենց բան կամ դու չգիտես, որ ես կարամ փոխեմ, որ դու կարողանաս ասես, հա, օքեյ, հա։ Դե լավ, արի մյուս բանը քննարկենք, այդ 700 եվրոյի պահը։ Եվ մինչև այդ մի բան էր ինքը ինձ ասել նախորդ օրը։ Ես իրեն հարցեցի, ասի նայ, եթե դու $1 միլիոն ունենայիր, դու բան կանեիր,
այդ կվճարեիր 700 եվրո այս գործի համար ինքը ասաց հա, ասացի մի վարկյանը չէի կասկածի, չէ, մի վարկյանը չէի կասկածի դրա վրա։ Եվ դա ինչ ինֆորմացիա է տալի։ Դա այն ինֆորմացիա է տալի, որ զուտ ստեղ affordability-ի հարց, այսինքն այս մարդի գրպանին այդ ոնց որ ինքը կարա այդքանը կտրի իր գրպանից դիրա ցանկալի ոնց որ ճանապարհ անցնելու համար թե չէ։ Եվ իմ համար արդեն պարզ էր, որ հավանաբար մենք կարողանանք գտնենք ինչ որ ճանապարհ, հա։ Հիմա ստեղ մարզիչների մեծ մասը կարող է չոր վերաբերվեն, ասեն դե ոնց որ իմ rate-ը էսա, հա, ես այսքան եմ ասում, ուզում ես ուզի, չես ուզում չուզի, հա։ Ես այդպես չէր իմ վերաբերմունքը, քանի որ նախ նես մարդ էր, որ ես գտնում էի, որ ես էլ եմ ուզում իր այդ աշխատանք անեմ, որտեվ երկուսիս համար է զարգացնող կլներ այդ աշխատանքը, հա, եւ համել, եթե ոնց որ մի քիչ-քիչով ինքը կարա համաձայնվի, միգուցե դա ինձ էլ ձեռնտու է։ Հա, ու ես ասացի դե լավ, դե արի ազատ մեզ զգանք ու բանակցենք այդ գումարի շուրջ, հա, ոնց ես դու տեսնում, հա, կա ինչ-որ ոնց որ ձև, որ դու տեսնում ես։ Եվ ինքը ասաց, ես պատկերացնում եմ 550։ Հա, ու որ ինքը ասաց, ես ուրախացա, որովհետև այդ նենց թիվ էր, որ իմ համար աշխատող էր, ես արդեն սկսեցի զգալ, որ հավանաբար իմ այս 3 օր ոնց որ այս գործի մեջ դնելը իմ համար որևէ sense զգալի արդյունք կունենա, ու հա, ես իրեն հարցրեցի, ասացի դա առաջարկ է ինձ, is that an offer, ու ինքը ասաց հա, դա առաջարկ է, ես գիտեի, որ ես հավանաբար կընդունեմ այդ առաջարկը, եւ ես ասացի, որ այդ դեպքում ես օքեյ, որ մի ժամ մտածեմ այդ առաջարկի շուրջ, որովհետև այնուամենայնիվ ես պետք է ասենց մի հատ էմոցիոնալ հանգիստեղ բերեի ու հասկանայի ես ամեն ինչի համար, ինչա նշանակում է ճիշտ որոշումը իմ համար թե չէ եւ այլն։ Եվ պայմանավորվեցինք, որ մի ժամ հետո հանդիպում ենք ու ես ասացի, տես, ես ֆրինցպի ես կարամ փորձեմ բանակցեմ քո հետ ու այդ 550-ը մի քիչ ես կոմեն բերեմ, հա, ասենք 600 կամ բան, բայց իրականությունն է նա, որ այդ 550-ի ու 700-ի արանքի 150 եվրոն իմ կյանքում ինչ-որ բան մեծ առումով չի փոխելու այս պահին, հա։ Եվ ես ավելի ուրախ եմ, որ քանի որ դու ճանապարհորդում ես ու քո համար կարևոր է ոնց որ մի քիչ ավելի շատ security ունենաս, քեզ ապահով զգաս, իմ համար ես էլ եմ ուրախ, որ այդ 150-ը դու պահի ու դու ավելի քեզ ապահով կզգաս ու ուշք ու միտքդ կկարանաս գործի վրա տրամադրել, այլ ոչ թե վախերի վրա։ Ու մենք ձեռքի տվեցինք, որից հետո քննարկեցինք վճարման եղանակները, միգուցե բանկային փոխանցում, միգուցե cash, հա, ինչ որ բաներ քննարկեցինք ու ինքը ասաց ես քեզ այսօր բան կանեմ, այդ վճարումը կանեմ, հա։ Ահա, ու ստեղ դե ես ուրախ եմ, որտեվ վերջի վերջո, հա, մենք ունենք արդյունք եւ մենք որոշել էինք, որ sense tenants այդ բանից հետո մեր խոսակցությունից հետո մենք գնալու ենք ու հաց ուտենք իրար հետ, ձուկ սարքենք, հա, թունա սարքենք իրար հետ, կարագով ու կոկոսի յուղով ու ավոկադոյով ու բանջարեղեններով sense սարքենք ու ուտենք ու ոնց որ sense tenants նշենք այդ իրադարձությունը, որ մեր բանակցությունները մենք ավարտեցինք, հա։ Ու մենք գնում ենք տենց է անում ենք, մենք գնում ենք այդ թունան սարում ենք, ուտում ենք ու ոնց որ կեսից սկսում ենք էլի խոսալ ինքնազարգացման թեմաներով եւ այլն, ու ես ահագին իրան այդ խոսակցության ընթացքում sense կլյուշներ եմ տալի, ահագին գաղտնիքներ եմ բացում իր հանդեպ, ու մենք էլ ինքը sense անում, ասում է գիտես մի բան եմ ուզում կիսվեմ, ասում է հիմա նենց վատ եմ ինձ զգում, ասում է փոշմանեցի ես, որ այն ժամանակ մերժեցի, հա, ու ես sense եմ ընդունում, որ ինքը ասում է ես փոշմանեցի, որ այն քո 700 եվրոն եմ մերժե, որովհետև ոնց որ հիմա տենում եմ, ասենք ինչքան զիլ է այս ամեն ինչը ու վատ եմ զգում, որ 700-ը չեմ ընդունել ու 550 եմ արել։ Ու ես իրեն ասում դե ոչինչ, տես որ այդ վատ զգալը օգտագործի, որ վիզ դնես ու ամսվա վերջում 2000 եվրո փող աշխատած լինես, այդ դեպքում ինձ եւս 500-ը կարաս donation անես, նվիրատվություն անես, որ քեզ վատ չզգաս։ Ուսես զգում եմ, որ չի բռնում ինչ-որ մի բան։ Ու մի 3-4 րոպե հետո ասում եմ մի վարքյան,
հələ մի հատ դու նորից ասա էլի ինչի համար ես դու դա զգում, ինչի համար ես մտածում որ կարող փոշմանում ես։ Ու ինքը ասում է ես բանը զգում եմ որ փոշմանում եմ որ այն որ քեզ ասացի որ ուզում եմ ինքս իմ ճանապարհով գնալ, փոշմանում եմ որ տենց չշարունակեցի գնալ։ Ու ես չէի սպասում այդ, որովհետև ոնց որ իրոք զիլ էր ու իրոք ոնց որ իր սպասելիքից ավելին էր ինքը ստանում։ Բայց մի հատ տենց հայտնի գաղափար կա, կոչվում է buyer's remorse, գնորդի sense փոշմանելը, որ մեծ ծախսամ ինչ-որ բան ես արնում, դրանից հետո մենք մտածում ես վայ կարող է պետք է չառնեի, ախր պետք է չառնեի այդ վիճակը, հա։ Ու ինքը ասում է բանը ես ուղղակի պետք է այդ արտահայտվեի, որովհետև sense զգում էի, որ sense էմոցիա ունեմ ու մի քիչ sense տանջանք էր ու դրա համար որոշեցի արտահայտվեմ դրա մասին։ Ու իմ մտքում ես մտածում եմ, ասում եմ ընկեր, ասենք ապուշ ես դու, եթե դու այդ գործը կարող ես շարունակես, հա, դու ոնց որ խնջույքի ժամանակ, երբ որ մենք խնջույք ենք անում ու նշում ենք այն փաստը, որ մենք այս գործը մեջ ենք իրար հետ մտել։ Դու դրա կետից ինձ ասում ես կարող եմ փոշմանելու ոնց որ էմոցիա եմ զգում, բայց չես ասում կներես էլի փոշմանել եմ, չէ, հա, ասում ես էմոցիա եմ զգում, ասենք իմաստը որն է։ Ու ոնց որ զգում եմ, որ շատ ոնց որ խելացի չի իրագործողություն ու ոնց որ հստակ տեսնում եմ որ ոնց որ վախը ակտիվացե։ Իրականում այդտեղ ուտելը շատ կարևոր է, որովհետև երբ որ մենք ուտում ենք, մենք այդ դեպքում մեր են ավելի sense կենթանական էներգիաները, կենթանական մտքերն են ակտիվանում, որը որ ավելի քիփ են այդ վախի կենտրոնների հետ մեր ուղեղի մեջ ու դա ակտիվանում է, այսինքն թե վախի, թե հաճույքի կենտրոնները կապված են այդ ավելի կենթանական, ոչ թե գիտակից էակ վիճակի հետ մեր, հա։ Եվ ասում եմ, օքեյ, դե տես, նախ այդ նորմալ է, որ կարաս տենց զգացողություն ունենաս, որովհետև զգացողությունները, այո, նորմալ են եւ առողջ են, ոնց զգացողությունն էլ որ ունես այդ պահին, դու այդ զգացողությունը ունես, հիմա ուրիշ հարց, թե դու որոշում պետք է կայացնես, որ այդ զգացողությունը որ ունեմ, բերեմ հանեմ դուրս, թե այդ զգացողությունը հələ պահեմ մի քիչ աշխատեմ։ Ու ես ասում եմ, դե տես, քանի որ ես չեմ կարող գամ ոնց որ այդ sense դաշտ մի քիչ ցածր վիբրացիայի դաշտ, որտեղ ոնց որ տեսնում եմ, որ վախի տեղից է գալի այս ասասները։ Բայց քանի որ ոնց որ դու ինձ նայում ես որպես մարզիչ քո համար, ես քեզ բերեմ տղամարդկային դաշտ ու ուղիղ բան ասեմ։ Ու ինքը ասում է, ասա, ու ես ասում եմ, տես տղամարդը մեկ-մեկ պետք է կարողանա զգա էմոցիան ուղղակի մնա հետը տհաճությունը էմոցիան ոնց որ կա այդ զգացողությունը որ կարող է ես փոշմանել եմ, հա, դու պարտավոր չես հենց այդ պահին հանես, դու կասես այդ ուտելիքը վերջացնես, հետո ասես ես մի քիչ ուզում եմ առանձին մնամ, հա, գնաս առանձին զբոսնես, աշխատես այդ զգացողության հետ, քո մեջ մի հատ հասկանաս այդ որտեղից է գալի, եթե վերջի հասկանաս, որ դու շփոթվել ես ու որոշում ես կարծես որ ճիշտ չի քո համար, գնաս ասես ես 1000 ներողություն եմ խնդրում, ես ասացի հա, բայց հիմա հասկանում եմ որ չէ, հա, կամ հասկանաս որ սխալ տեղից էր գալի այդ էմոցիա, դու ոնց որ գնաս մարդու շարունակես գործը, այլ չբերես իրար մեջ։ Հիմա իմ տեղը ուրիշ մարդն էր, կարող է ուրիշ ռեակցիա տար այդ բանի, հա։ Այդպես։ Եվ ինքն էլ ասում է օքեյ, ասում է ընդունեցի քո ասածը, հա։ Հա, հիմա ասում է ուզում եմ մի քիչ մենակ մնամ, մի հատ ցնցուղ ընդունեմ, այդ ամեն ինչը քշեմ ինձնից, հա։ Ու որ գնում եմ ցնցուղ ընդունելու, դե ես էլ իմ մոտ էլ արդեն ցնց մի քիչ անգիտակցությունը ակտիվանում, ես ասում եմ, կարող ես տղեն ուզում եմ ինձ գցի, հա։ Ու ես էլ իմ ցնց ներքին զգացողությունների հետ եմ աշխատում։ Ու ինքը որ գալիս է ցնցուղից ես ուզում եմ դե ոնց որ այդ դիլը sense նորմալ տեղ բերեմ էլի, ասում եմ, հա ոնց է քո հետ թողեցիր այդ ամեն ինչը, հիմա նորմալ է, կարանք շարունակենք մեր համաձայնությունը, ու ինքը ասում է հա,
ու մենք պայմանավորվել ենք, որ մի հատ պետք է գնանք ու ծովախեց գետին սարքենք մի հատ իրար հետ։ Ու դե ասում ենք, դե հիմա ինչ անենք, գնանք սարքենք։ Ու ինքը սկզբից ասում է, հա, հետո ասում է, գիտես ինչ կներես, ես ուզում եմ մի հատ գնամ մայրամուտը բրնձի դաշտերում, նստեմ մի հատ ինքս իմ հետ մենակ մնամ, հա։ Ու ես ասում եմ, օքեյ, խնդիր չունի, ոչ մի բան չեմ ասում, ուրիշ, ասում եմ, դե կշարունակենք, կտեսնենք իրար այսօր կամ վաղ, հա։ Եվ իմ մեջ որոշել եմ, որ այդ օրը չեմ ուզում շարունակեմ, որտեվ գիշերը երեկոյան մարդկանց անգիտակցությունը ավելի ակտիվ է լինում, եւ եթե ասենց իմ համիրա մեջ ինչ որ անգիտակցական բաներն ակտիվացել, ուզում են սաբոտաժ անեն, այն ոնց որ սիրուն ուժեղ պարտներствен, որ իրականում մենք սկսել ենք ու հիմա մեջն ենք, ես չեմ ուզում այդ շտապեմ ու իրիկունով ոնց որ մտնեմ այդ խոսակցության մեջ ու հետո ես փոշմանեմ դրա համար։ Եվ երեկոյան մի պահ ես ոնց որ ստացա իմ պրակտիկան եմ անում շնչալական ու ինքն է մի պահ գալի, ասում եմ կարամ ստեղ նստեմ, ես ոնց որ շատ ջեմ բարի երեկո եմ անում, բայց ինքս իմ դաշտի մեջ եմ մնում ու չենք սկսում նոր խոսակցություն։ Դրա հետ կապված ինքը մի քիչ իր վարժություններն է անում, շնչալական ու ֆիթնես ու գնում է, ես էլ իմ վարժություններն եմ ավարտում ու գնում եմ ոչ շատ դրական էմոցիաներով, հա, ու մի քիչ sense հոգնած, exhausted ու ջասպար գնում եմ քնելու, որտեղ հենց այդ պահը եկել էր, որ արդեն դու խնջույք ես անում ու մեկ էլ մարդը ասում է, չէ, բա գիտես կարող է ես փոշմանել եմ, հա։ Եվ այդպես, եւ ես չգիտեմ, ինքը առավոտը գալու է ինչ ասի, հա, առավոտը գալու ասի sense թե նայս։ Ու ես վեր եմ կենում առավոտվա 6-ին, ու sense օրգանիզմս ասում է, «Վայ, քնի, մի քիչ քնի», հա։ Ու ես գում եմ, որ գիտակցությունս ասում է, չէ, դու պետք է վեր կենես ու գնաս վազելու։ Ու ես վեր եմ կենում, գնում եմ մի գեժամ 40 րոպե վազելու, մի լավ թարմանում եմ, այդ sense կիսա անգիտակից, կիսա քնած, կիսա sense իմ վախի տեղից, իմ վախն էլ հետեւյալն է, որ արա կարող է, այստեղ ոնց որ 4 օր ինձ խոսացեց, որ հետո ասի, հա, հետո sense բլթսնի ու sense ինչ-որ ապուշ բան անի ու sense մի հատ sense իմ իմաստն էլ ասում է դե հա դե թո տենց անի այդ դեպքում մի հատ տղամարդավարի կխոսանք արդեն բայց դե գիտակցությունս ասում է որ դե եթե կարաս սիրուն ավարտես այդ ամեն ինչի խիչ է ու ես ինքս գալիս եմ իմ հավասարակշռության տեղը առավոտը էլի մի պահ առավոտը իրար տենում ենք բայց ես իմ պրակտիկայի մեջ եմ ինքը իրա ու դեռ ոնց որ երկուսը գիտակից են գլում ու չենք մտնում այդ զրույցի մեջ բայց եւ ոչ էլ շատ ուշացնում եմ որ ոնց որ ինքը գնա ուրիշ հարցերով հետո էլի մտքերի մեջ մտնենք եւ այլն ու մոտենում եմ ասում եմ ախպեր ոնց ես զգում ախ ոնց քնեցիր երեք մայրամուտին գնացիր ոնց էր հա ահա եւ ինքը ասում է դե ես տենց վախեր ունեմ որոշակի տենց կասկած անհանգստություն բան sense բան ունեմ հա եւ մի քանի sense շատ սիրուն ու մոտիվացնող վստահեցնող նախադասություն ա գալի իմ մոտից որ ես իրեն ասում եմ երկուսից մոտ է վիբրացիան բարձրանում է ես զգում եմ որ էլի sense սկսած սպասել իր աչքերի մեջ հա որից հետո ինչ եմ ասում ասեմ տես մի կողմից դու հեշտ տեղես որտեվ դու արդեն քո դրամատիկային ոնց որ որոշումը կասել ես ու մենք ձեռքի ենք տվել եւ դու կարաս դա օգտագործես որ այդ քո վախիկներին ու կասկածներին ասես թե գիտեք ինչ տղեկ ես իմ ոնց որ խոսքը տվել եմ ես պատվի մարդ եմ ես ոնց որ պետք է գնամ դրա հետևից so մի տեսանկյունից դու հեշտ տեղես մյուս տեսանկյունից այնուամենայնիվ դու դժվար տեղես որովհետեւ չէ որ այդ վախերը ու այդ մտքերը ու այդ կասկածները գալիս են ու իրանք ասում են ուշադրություն տուր ինձ ու իրանք sense այնքան ուժեղ են քեզ քաշում որ դու պետք է իրանց ուշադրություն տաս մի ձև հա բայց մեր ճանապարհը, մարտիկի ճանապարհը, warrior-ի ճանապարհը այնուամենայնիվ այնա, իրան ասում եմ, որ դու պետք է կարողանաս մնաս այդ զգացողության հետ, որ դու պարտավոր չլնես այդ զգացողությունը հենց հիմա չլինի, հենց հիմա լուծեմ, այդ տհաճությունը, որ հիմա կա, այդ կասկածը, որ կա, հենց հիմա դու գնա, չէ։ Դու գիտես, որ դու 3 օր մտածել ես, դու գիտես, որ դու գիտակցական որոշում ես կայացրել դրա համար։ Ու հիմա դու նայում ես այդ վախին, այդ կասկածներին աչքերի մեջ ու դու տեսնում ես, որ այդ կասկածները, այդ վախը գալիս է ուրիշ տեղից։ Դու տեսնում ես, որ այդ կասկածները գալիս է քո հին մտավոր
mental patterns, մտավոր ձևերից, այն մտավոր ձևերից, որ scarcity mindset է, այսինքն սահմանափակության մտածելակերպ, որ այ չէ, ես հիմա 3000 եվրո ունեմ, որ եթե հանկարծ ես 550-ը հիմա տամ, կարող է այդ ինձ հետո չհերիքի, այսենց վախի տեղից է այդ գալի։ Այդ mindset-ը ու այդ ներքին անգիտակցական ծրագրավորումն է, որ ի հայտ է գալի, բայց կա ուրիշ mindset, կա առատության mindset-ը, որ ասում է ես հիմա ստեղ եմ եւ այս պահին ես ունեմ այն ամենը, ինչ որ ինձ անհրաժեշտ է, այս պահին ամենակատարյալ ճանապարհով գնալու համար։ Եվ ես վստահում եմ բնությանը, ես վստահում եմ Աստծուն, ես վստահում եմ ինքս ինձ, ես վստահում եմ այս գեղեցիկ զարմանահրաշ գիտակից տիեզերքին, որ ճիշտ պահին, ճիշտ ռեսուրսները, ճիշտ մարդկանց կբերի իմ դիմաց ու ես կվաստակեմ գումար այն պահին, երբ որ ինձ իրոք դա պետք է, ու ես կուտեմ ամենաառողջ ուտելիքը, երբ որ իրոք դա պետք է, ու ես կվարձեմ ճիշտ տունը իրոք, երբ դա ինձ պետք է, ու ես ճիշտ ժամանակին ճիշտ չվերթները կանեմ։ Ես վստահում եմ, որ ես ու տիեզերքը ունենք այդ սերը իրար հանդեպ ու այդ ունակությունը, որ մենք կարող ենք ստեղծել այդ իրականությունը իրար հետ։ Եվ եթե ես ունեմ 3000 եվրո հիմա, ես այս գործի մեջ ես ուզում եմ մտնեմ, այս մարդու հետ ես ուզում եմ ճանապարհ անցնեմ, ես ուզում եմ, որ ինքը շարունակի ինձ challenge-ներ տա ու վարժություններ տա ու ամենադիպուկ գրքերը ու chapter-ները տա, որ ես ուսումնասիրեմ ու հետո դրանք քննարկենք ու ես զգամ, ոնց եմ ես ամեն օր դառնում 10%-ով ավելի հզոր ու ավելի գիտակից, այդ հիմա կա, ես հիմա ունեմ այդ հնարավորությունը, այդ է ինձ հիմա պետք ու այդ լիությունը կա իմ շուրջը։ Իմ շուրջը կա այն ուտելիքը հիմա, որ ամենահիասքանչն է իմ զարգացման համար, այն դասերը, այն մարդիկ ու ես հրաժարվում եմ վախենալ ու վախով լցնել իմ ապագան։ Փոխարենը ես քաջությամբ ու սիրով եմ լցնում իմ ներկան եւ դրանով ստեղծում իմ ապագան։ Ապագան ստեղծվում է ներկայում։ Քայլը միայն հնարավոր է ներկա պահին։ Ներկա պահին, եթե հասկանաս, որն է ամենաճիշտ, ամենադիպուկ ուղղությունը ու այդ ուղղությամբ շարժվես ամենաիմաստուն, իմաստավոր խելամիտ քայլերով, դու վաղ թե ուշ եւ իրականում շուտ կհասնես քո նպատակներին, որտեղ ամենախելամիտ քայլերը ըստ սահմանման քեզ բերում են այն jump-ը, այն թռիչքները, որ քեզ անհրաժեշտ է լինում։ Երբ որ դու կարաս ինքնաթիռով թռնես Բալի, օրինակ, դու չես ասում ես ուզում եմ սարի վրով հատիկ ոտ դնելով խելամիտ քայլեր անեմ։ Դու հասկանում ես, որ խելամիտ քայլելն է ճիշտ ինքնաթիռի մեջ, որը քեզ կտանի այնտեղ։ Մինչև այդ հասկանում ես, որ խելամիտ քայլը այն է, որ կարողանաս այդ $1000 հետ գցես, երբ որ դու անդադ ներդնում ես քո զարգացման մեջ ու ծախսերիդ մեջ։ Դու հասկանում ես, որ դու այդ տոմսն է քեզ այս պահին պետք ու մի քիչ էլ վրից գումար, որ այնտեղ սկսես ինչ-որ ճանապարհ, որովհետև դու ունես վստահություն ու ունես ճանապարհներ որոշակի եկամուտ ստանալու։ Կամ եթե չունես, ամենախելամիտ քայլը այն է, որ նախ ստեղծես քո համար այդ on-line եկամուտի ճանապարհը։ Եթե դու չունես on-line եկամուտի ճանապարհ, ապա նախ զարգացնես այն գիտելիքը, այն միտքը, այն իմաստությունը, որը քեզ կարա բերի on-line եկամուտ։ On-line եկամուտ ոչ թե որ նստես ու սենց կլիկ անես, որ քեզ գա $3 մի ժամում, հա, այլ on-line եկամուտ, որ 1 ժամ ծախսելով օրվա մեջ դու կարողանաս ստանաս եկամուտ, որը քո Ասիայի ապրելու ծախսերը փակում է։ Եվ Ասիայում կյանքը բավականին մատչելի է։ Մոտավորապես Երևանի գներ, բայց ծունը ու ապրելը Երևանից մի 2-3 անգամ ավելի մատչելի է, ասեմ ցույց իմացեք։ Նենց որ, եթե կան մարդիկ, ովքեր ունեն լուրջ նպատակ եւ լուրջ տրամադրված են, որ
ուզում են բալի գան ու այստեղ մի քանի ամիս անցկացնեն ճանապարհորդեն ու զուգահեռ վաստակելու ձև ունենան եւ որոշակի skill ունեն ինչ որ գործի մեջ որ կանան դա օգտագործեն հա ապա ես ուզում եմ սկսեմ Հայաստանում աշխատանք այդ մարդկանց հետ որ թույլ տան ավելի շատ սիրուն հոգիների ու գիտակից հոգիների որ կարողանան նաև գան բալի եւ այստեղից լիքը էներգիա ու առողջություն վերցնենք ու բերենք Հայաստան։ Ես պատրաստում եմ մարզիչներ։ Ես պատրաստում եմ անձի զարգացման մարզիչներ, ովքեր ստանում են իմ կողմից որակավորում աշխատելու որպես մարզիչ եւ զարգացնելու ուրիշներին։ Եթե դու ունես որոշակի նիշայի վարպետություն, օրինակ անգլերենի ուսուցիչ ես, մաթեմատիկայի ուսուցիչ ես, ֆիթնես մարզիչ ես, յոգայի ուսուցիչ ես, հա, շատ ավելի լավ։ Ես կարող եմ սովորացնել գործի մնացած մասը, թե ինչպես դու կարող ես դա օգտագործել նրա համար, որպեսզի դու ներկայանաս որպես մարզիչ եւ կարողանաս 3-ից 5 անգամ ավելի մեծ եկամուտ քո ժամի դիմաց ստանաս, քան թե դու քո ստանդարտ շուկայի մեջ, երբ որ օրինակ բոլորը մաթեմի դասատու են ու դու էլ ես ուզում մաթեմի դասատու լինես կամ բոլորը յոգայի դասատու են ու դու էլ ես մի հատ յոգայի դաս տալի, հա? Այլ ոնց որ քեզ վերես նենց նիշա, որ ոչ թե դու այն դասն ես տալի, որ ուրիշներն են տալի, այլ դու մարդուն բերում ես ռեալ արդյունք, ռեալ զարգացում այն ճանապարհի վրա, որտեղ ինքը ուզում է գնա։ Ինքը կարող է բիզնեսմեն է, դու կարող ես իրան յոգայի դասը տալի, դու դրանով օգնում ես իր բիզնեսին, բայց դու նենց ուժեղ առանձնական առաջարկ ես անում իրան, որ ինքը ասում է, օքեյ, ես ուզում եմ փորձեմ, ես $5,000 ամսական եկամուտ ունեմ, ես օքեյ եմ, հա, այս մարդուն $300 տամ, հələ թող իմ հետ աշխատի մի ամիս, հա, եւ քայլ-քայլ դու հասնում ես ինչ որ տեղ, հա, եւ վերջի-վերջո դու հասնում ես նենց տեղ, որ տեսնում ես, որ այդ գիտակից տեղից տեսնում ես, որ իրականում շատ դժվար չէր եւ դու տեսնում ես, որ խնդիրը նրա մեջ է, թե ինչքան ցբխած է մեր դպրոցական համակարգը, որովհետեւ կառավարությունն է ցբխած, որովհետեւ աշխարհի կառավարությունը ցբխում է, դու ունես մենք որպես ստրուկ ենք ապրել հարյուրավոր տարիներ, մեզ փորձել են ստրկացնեն եւ մեզ ստրկացրել են ու մեր վրա բրթել են իրանց կարգերը ու ուզել են մեզ դեբիլացնեն, ուզել են մեզ ոնց որ նենց քառակուսի համակարգի մեջ դնեն, որ հետո ոնց որ մենք 18 տարեկանում փոխանակ կլենք գիտակից այնպես էակը ոնց որ մեզ Աստված ստեղծել է, այլ մենք կլենք ինչ որ մեկի ուզենք կլենք ինչ որ մեկի ստրուկը։ Իրանք լուրջ գործ են արել դրա վրա։ Հիմա դու ինչ ես ուզում անես, դու ուզում ես այդ ճանապարհը շարունակես ու այդ ձևաչափի մեջ գտնես մի հատ ինչ որ օքեյ կյանք քո համար։ Թե դու ուզում ես գտնես քո ազատությունը, թե դու ուզում ես հասկանաս դու իրոք ով ես, թե դու քեզ հետաքրքիր է թե իրոք էստի եզերքը ինչ է, այս աշխարհը ինչ է, դու որն է քո purpose-ը, որն է քո նպատակը, իմաստը այս աշխարհի վրա լույս գալու, հա? Ախր ժամանակն է հասկանալ, որ չէ, նենց չի, որ դու մի կյանք ես ապրում, որը որ մի ասենք 100 տարի է, տենց չի, այս կյանքը հավիտենական է, այս հավիտենական կյանք է, ու երբ որ դու դրա ճշմարտությունը տեսնում ես, հա, արդեն լուրջ հարցեր է գալի, թե օքեյ, բա որ տենց է, էլ ես հավայի չասեմ, դե լավ, այս մի կյանքն է, հավես ինչ որ ապուշ բաներ անեմ դրա համար, այլ ես հիմա հենց իմ կյանքը լցնեմ նենց ուղղությամբ, որը որ այդ հավիտենականի մեջ է ինձ լավ տեղ տանում ու ամենաուժեղը այն է, որ երբ որ դու վերցնում ես այդ ուղղությունը, հա, այդ դեպքում քո կյանքը հիմա է դառնում հիասքանչ, որովհետև եթե դու հոգին ես եւ դու Աստծո կողմից ստեղծվածն ես, հա, դու այդ լինելն ես, դու կաս, դու Աստծո մի մասնիկն ես, որը միշտ եղել է, ուղղակի դու մոռացել ես, թե դու ինչպես էիր, դու մոռացել ես այս մշուշի ու գլուխդ հարթուկելու վիճակներում, որ թշնամիները այդ գլուխդ հարթուկել են, քեզ մոռացնել են տվել այդ ամեն ինչը, բայց այդ ամեն ինչի ծիլը քո մեջ է, իրականում քո խորքում դու առողջ ես, քո խորքում դու լույս ես, դու հզորություն ես, դու գիտակցություն ես, դու կարող ես այդ ամենը անել, հա?
Բայց ընտրությունը քոնն է, դու պետք է ընտրությունը անես, ինչն է կարևոր, ինչն է հետաքրքիր քո համար հիմա կյանքում։ Քո համար հետաքրքիր է ոնց որ շարունակել այն ապուշ հաճույքները վայելել, ինչը որ դու անում էիր ու այն ոնց որ միջակ կյանքով ապրել, հա։ Թե դու չես բավարարվում դրանով, թե դու ուզում ես ճշմարիտ ազատություն ձեռք բերես։ Ու իրոք ուզում ես այն առաքելությունը, ինչ որ Աստված քո համար պատրաստել է եւ բնությունը քեզ սնում է դրա համար, թե դու պատրաստ ես այդ առաքելությունը վերցնել ու պատասխանատվություն վերցնել քո առաքելության համար։ Մի առաքելություն, որ դու անկասկած ունես, այդ Հայաստանի հզոր եւ առողջ զավակ լինելն է եւ թույլ չտալը, որ մեր թշնամիները սենց հնձեն մեր երկիրը, ոնց որ իրանք արեցին։ Այդ առաքելությունը, որ քոնն է ու դու պատասխանատվություն ունես դրա մեջ, այդտեղ կասկած չկա։ Այդ առաքելությունը կայանալու, կատարելու մեջ դու պետքա խորը գնաս, որ վերցնես քո ճշմարիտ հզորությունը քո խորքից։ Դու չես կարող շտապես ու փորձես բոմբ գցես թշնամիների վրա։ Այդ չի ճանապարհը։ Նախ դու քո ազատությունը պետքա գտնես։ Նախ դու քո ներքին թշնամիներին պետքա հաղթես։ Նախ դու պետքա հաղթես այն ներքին էներգիաներին, որը քո գլխի մեջ են քեզ տրկացնում։ Դրա առաջի քայլը այդ էներգիաներին չսնելն է։ Սխալ կոնտենտով, սխալ ռիլերով, սխալ մարդկանցով, սխալ խոսքով, սխալ ուտելիքով, սխալ խմիչքով։ Դու չես կարա արաղով կենաց խմես։ Որովհետև կենաց նշանակում է կյանք։ Իսկ արաղը տանում է մահի քեզ։ Տանում է անգիտակցության, տանում է էյֆորիայի, տանում է հաճույքի, տանում է լղկած վիճակի։ Ու այդ լղկած վիճակի մեջ դու չես կարա այն որոշումները անես, դու չես կարա քեզ իրոք գտնես ու քեզ ու մարմինդ բերես այդ ուժեղ առողջ տեղը։ Եթե դու պատերազմի դաշտում ես ու այդ պահին քեզ անհրաժեշտ է մի քիչ նյարդերդ թուլացնես, որտեղ դու միսիայի ես գնում ու այդ գործիքը ձեռդ, դու պետք է խմես մի բաժակ կամ երկու բաժակ, որևէ մեկը քեզ բան չի կարող ասի դրա համար։ Absolutely։ Դու ճիշտ ես, արա, հա։ Բայց երբ որ դու սովորական կյանքում ես ապրում, քո կարևորագույն ճանապարհը քեզ առողջ ու հզոր պահելն է։ Դու իրավունք չունես մի քիչ թեթևանալու համար ոնց որ շուշուտ քեզ լղկած վիճակի բերես։ Նույնը վերաբերվում է ապուշ ռիլեր նայելուն, ապուշ վիդեոներ նայելուն։ Որևէ բանով չի տարբերվում այդ երկուսը։ Դու կասես վայ, ես ոչ խմում եմ, ոչ ծխում եմ, բայց սաղորեն ըստ ապուշություն նայես հեռախոսով։ Որն է տարբերությունը։ Ինչ տարբերություն է բաժակն ես սենց անում, թե հեռախոսն ես սենց անում։ Կարևորն է թե դու քո ուղեղ քո միտքը ինչ վիճակի ես հասցնում, միտակցությունդ ինչ վիճակի ես հասցնում։ Այդ այականը։ Մի պահ սենց բան ասացի տղամարդկային որոշում կայացնել կամ տղամարդը պետք է սենց նի չի վերաբերվում միայն տղամարդկանց։ Տղամարդկային էներգիայի մասն եմ խոսում, մասկուլին էներգիայի մասն եմ խոսում։ Գիտակցությունը մասկուլին էներգիա է, թե տղամարդկանց, թե կանանց մեջ։ Ենթագիտակցությունը կանացի էներգիա է։ Թե կանայք, թե տղամարդիկ լավ կլինի, որ կարողանան տղամարդու խոսք տան ու տղամարդկային վերաբերմունք ունենան, հա։ Ես ստերեոտիպերի չեմ հետևում։ Հա։ Ես ուրեմն յին-յան սիմվոլը գիտես։ Տղամարդկային էներգիան մի փոքրիկ կանացի է պարունակում իր մեջ, կանացի էներգիան մի փոքրիկ տղամարդկային է պարունակում իր մեջ։ Դու մենակ տղամարդկային էներգիա չես, եթե դու տղա ես, դու 90%-ով տղամարդկային էներգիա ես, 10% դու կանացի էներգիա ես պարունակում, որը որ քեզ ներքին հարմոնիա է բերում։ Եթե կին ես, աղջիկ ես, հակառակ իրավիճակն է, հա։ Հիմա այդ սիրուն հարմոնիան է դիեզերական, այդ թվերի մեջ չի հարցը։ Հարցը նրա մեջ է, որ այդ բառը, որ օգտագործում ենք, տղամարդու խոսք տալ, դե հիմա այդ բառի տակ ինչ-որ բան ենք հասկանում, հա։ Եվ դրանով ուզում ենք ասել
այնպիսի խոսք, որ դու տեր ես կանգնում քո խոսքին եւ պատասխանատվություն ես կրում քո խոսքի համար։ Հիմա հարց. տղամարդիկ տենց են օրինակ Հայաստանում կամ աշխարհում, չէ՞։ Շատ տղամարդիկ տենց չեն։ Շատ տղամարդիկ չեն պահում իրենց խոսքը, պատասխանատվություն չեն իրենց խոսքի հանդեպ, հա։ Այսինքն ոչ մի տեսակ եկնես չանենք, որ տղամարդիկ սենց են կամ եկնենց են, չէ։ Այդ հայազգի մեծ սխալներից մեկն է, որ կնոջը բավականաչափ հարգանք չեն տալիս։ Մենակ խոսքի մեջ են տալիս, սրբություն կոչելով խոսքի մեջ, բայց երբ որ գնում են տուն, իրանց կանանց հետ, իրանց մայրերի հետ, թե իրանց քույրերի հետ, թե ոնց են շփվում, մեծագույն անարգանքով եւ իրանք իրանց մտքում ասում են, դե աման այլի կամ դե քուրոսա ոնց որ խոսում են կամ ասեն կնիկս լավ եմ անում, հա, բայց այդ անարգանքը աղբեր ջան, ընկեր ջան։ Բայց եթե դու տենց ես անում, քեզ ոնց որ աղբեր ջան, ընկեր ջան չեմ կարա ասեմ, որովհետեւ եթե դու չես հարգում քո կնոջը, քո մորը, քո քրոջը, հա, ապա իմ ընկերը չես, իմ աղբերը չես դու։ Եվ եթե անգիտակցաբար ես դա արել, ապա ստափվի ու մաքրի քեզ այդ ամեն ինչից, հա, բայց ես մաքուր չոտկի տղերք ու աղջիկներ եմ հավաքում իմ շուրջը, որպես թիմ, որպես կազմակերպություն, I am hiring, ես աշխատանքի հնարավորություն եմ տալիս մարդկանց, եթե դու ունես այնպիսի սկիլեր, որ կարծում ես դու կարող ես ինձ օգնել իմ գործունեության, իմ գործի մեջ, ես վճարում եմ շատ ավելի լավ, քան թե շուկան է վճարում, իմ պլանկաները բարձր է, եթե դու այդ աշխատանքային բանը չունես, էտիկետը չունես, բայց ես մեծ պոտենցիալ տեսնում քո մեջ, ես կարող եմ քեզ տրեյն անեմ եւ դու համ այդ էտիկետը ստանաս եւ որոշակի գումար սկսես աշխատել եւ հետո էլ ավելի մեծ գումարներ սկսել աշխատել։ Ամենաշատը հետաքրքրված եմ 15-ից 25 տարեկան մարդկանց աշխատանք տալու մեջ, եթե դու զիլ երեխա ես, մի 15-16 տարեկան, հա, որ լավ անգլերեն է խոսում, գլուխը աշխատում է, թվացի չորից կարում է տարբերի, կարում է լավ գրի, կարում է social media անի, կարում է նկարի, կարում է հարցերին պատասխանի, կարա որ 30, 40, 50 տարեկան մարդկանց հետ գիտակից բանակցություն ունենա, հա, եթե դու տենց երեխա ես, ես հետաքրքրված եմ քեզ ներգրավել իմ կազմակերպության մեջ եւ քեզ տալ աշխատանք իմ կազմակերպության օրենքները հետևելն է։ Մարդը ուզում է մնա կազմակերպության հետ, որտեվ այնքան վերջն է, այնքան զիլա, այնքան երջանիկ է ինքը այս կազմակերպության մեջ, այնքան համ շատ գումար է աշխատում իր ներկա կարիքների համար ու իր ցանկությունների համար, հա, բայց ոչ թե քո բանից, ասես ցանկությունից ու հաճույքից բխող, այլ որ ոնց որ այլ անկախ է ամեն ինչից, բայց ռեալ, բայց եթե ես տեսնեմ, որ դու ոնց որ հաճույքով ես առաջնորդվում ու գլուխդ կորցնում ես եկամուտից կամ հաճույքից, ես հետաքրքրված չեմ դեպքում քեզ վարձատրելով, հա, բայց կազմակերպությունս նենց է, որ մարդը զգում է, որ վաու, ես զիլ տեղ եմ գտնվում, ես աճում եմ, ես զարգանում եմ, ես ամեն օր 10% ավելի հզոր եմ, ու համը ես գումար եմ աշխատում, ու համը իմ գործունեությամբ ես օգնում եմ մարդկանց ու աշխարհը դարձնում եմ ավելի լավը ու ավելի առողջ եւ Հայաստանն է հզորանում ու ես զգում եմ, որ իմ ամեն օր ապրածով ես իմ առաքելության վրա եմ, այն առաքելությունը, որ Աստված կարա տեսնի իմ համար, այն բարձրագույն ճանապարհը, որ ես կարամ գնամ դրանով, հա։ Մի քանի անգամ ես Աստված բառը օգտագործեցի, ես ամենախորը, ամենալայն իմաստով եմ դա օգտագործում, հա, եթե դու ավելի շատ պատկերացնում ես տիեզերք, գիտակցություն, բնություն, հա, իմ ասածը այդ քո պատկերացածը ներգրավում է իր մեջ։ Եթե դու պատկերացնում ես ասենց հայր Աստված, գիտակցություն, իմ ասածը վերցնում է դա նրա մեջ։ Եթե դու պատկերացնում ես spirituality,
եւ ոգեղեն զարգացում ու ավելի նուրբ սահմանումներ աստվածային էության ու բնության վստահ են իմ ասածը քո պատկերացածը ներգրավում է իր մեջ հա մենք էակներ ենք այս երկրի վրա Աստծո հետ եւ բնության հետ կապի մեջ հա եւ մենք ապրում ենք այս հեքիաթը եւ մենք նաեւ ունենք այստեղ մեր իմաստը our purpose մեր sense կյանքի իմաստը ու առաքելությունը եւ եթե կարողանաս գտնես այդ առաքելությունը որ հարցում ես եւս կարող եմ քեզ օգնել դու կգտնես խաղաղությունը ազատությունը եւ ֆինանսը հզորությունը առողջությունը երջանկությունը սերը Amen. Ես սիրում եմ քեզ, ես Քրիստոս ուսուցիչ եմ, Քրիստ մարզիչ եմ, դրա հետևում սերը։ Եթե իրականում քեզ ուզում եմ ասեմ քնքուշ, որտեղ ավելի լավ չեմ գտնում, բայց եթե քեզ ավելի փափուկ, ավելի sense ջերմ վերաբերմունքա պետք, հա, ես ուզում եմ հասկանամ, որ իրոք քեզ էտա պետք, այդ դեպքում ես եմ տալի։ Եթե իրականում քեզ ստրուկտուրա, խստություն եւ պրինցիպները պահելա պետք, ես եմ տալի։ Բայց մի բան, ինչ որ ես եմ դրա մեջ հիմնված ու ինքս պահում եմ դա խստորեն, այդ ինքս իմ սկզբունքներին բարձրագույն ձևով հետևելն է, այնպես որ քայլերս բխեն այդ սկզբունքներից։ Այդ սկզբունքները կյանքիս ընթացքում եւս հասունանում են, հա? Ամեն պահի այդ հարցը շատ կարեւոր է իմ համար։ Որոնք են այն սկզբունքները, որից առաջնորդվելով ես կարող եմ ճիշտ ուղղությամբ կյանքում քայլել, հա։ Ես սիրում եմ քեզ, հայ ազգի զավակ։ Եվ ես կանեմ լավագույնս, որ քեզ տեսնեմ հզոր, առողջ եւ երջանիկ։ Առայժմ